Ռուսաստանը Հայաստանում էլ ուներ, գուցե նաև այսօր ունի իր, չասեմ գործակալները, ասեմ իր շահերը ներկայացնողները։ Նրանցից շատերին բոլորդ գիտեք։ Նրանք զբաղեցրել են բարձր պաշտոններ ուժային կամ դրանց մոտ կանգնած կառույցներում, իսկ իրենց միսիան ավարտելուց կամ տապալելուց հետո առօգ-փառօգ հանգրվանել են Ռուսաստանում։ Մեր դեպքում Ռուսաստանը գրեթե բաց խաղաքարտերով է խաղում։ Արդյոք մենք էլ ունենք մեր գուսմանները, հայկական շահերը առաջ մղողները գոնե հրապարակային մակարդակով Ռուսաստանում։ Եթե խոսենք նրա կալիբրի գործիչների մասին, ապա հազիվ թե։ Ցավոք, յանով ազգանուն ունեցող ՀՌԴ պաշտոնյաների ու հանրային գործիչների մեծ մասը հաճախ շատ ավելի կրքոտ են պաշտպանում Ռուսաստանի շահերը, այդ թվում ընդդեմ Հայաստանի, քան ազգությամբ ռուսները։ Եվ դա ի վերջո նրանց քաղաքացիական պարտքն է այն երկրի հանդեպ, որի քաղաքացին հանդիսանում են։ Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն. շնորհազրկված Գուսմանին Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները սիրով հրավիրում էին իր պատմական հայրենիքը՝ Ադրբեջան։ Արդյոք նույն սիրով ու ջերմությամբ մենք կհրավիրենք, եթե ազգությամբ հայ որևէ գործիչ, Ռուսաստանի քաղաքացի, Ռուսաստանում շնորհազրկվի, եւ մյուս կողմից Ռուսաստանից քանի հայ ազգի գործիչ կցանկանա Հայաստան տեղափոխվել։ Այս հարցերի պատասխանները կարծում եմ ակնհայտ են։ Հիմա կասեք, թե այս երկար պատմությունն ինչով է կապված մեզ հետ։ Ասեմ կարճ, մտահոգված եմ։ Եթե Պուտինը մի օր որոշի հանկարծ հարաբերությունները լավացնել Փաշինյանի հետ, ապա Հայաստանում իր գործակալներից ում կհանձնի որպես հաշտության նվեր։ Հավատացեք, այս խառը իրադարձությունների ֆոնին սա եւս բացառված չէ։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում ռուսական ուղղվածության առաջամարտիկների մի մասը արդեն չի էլ քողարկվում։ Նրանք գործում են բացահայտ, այնպես որ այս հարցում դեռ ինտրիգ կա։ Ով է այն թաքնված խաղաքարը, որը դեռ չի երևացել եւ կարող է Պուտինի հաշտության նվերը դառնալ։ Սպասենք։ Հավանաբար ոչ հեռու ապագայում այս թեմայով նորություններ կլսենք։ Մինչ այդ ամուր եղեք։ Կհանդիպենք։